Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ինձ ամեն սրբերի հետինիս տրվեց այս շնորհքը, որ հեթանոսների մեջ ավետարանեմ Քրիստոսի անքննելի հարստությունը Եփեսացիս 3:8 Պողոս առաքյալը մեծ արտոնություն էր համարում այն, որ իրեն հնարավորություն էր ընձեռված հեթանոսներին ավետարանը քարոզելու։ Նա իր կոչմանը չէր վերաբերվում որպես ծանր աշխատանքի, այլ հաճույքով էր կատարում այն։ Այդուհանդերձ, չնայած Պողոսը գոհանում էր իր պաշտոնի համար, բայց նրա հաջողությունը դրանում մեծապես խոնարհեցնում էր նրան։ Որքան շատ է լցվում անոթը, այնքան ավելի է սուզվում ջրի մեջ։ Ծույլ ու դատարկ մարդիկ, քանի դեռ չեն փորձվել, կարող են սնապարծությամբ հպարտանալ իրենց կարողություններով, սակայն անկեղծությամբ գործող մարդը շուտով կհայտնաբերի իր անձի տկարությունը։ Եթե խոնարհություն ես փնտրում, փորձիր եռանդալից գործել։ Եթե ցանկանում ես ճանաչել քո ոչնչությունը, փորձիր որևէ մեծ բան անել Հիսուսի համար։ Եթե ուզում ես զգալ, թե որքան անզոր ես առանց կենդանի Աստծո, փորձիր հատկապես Քրիստոսի անքննելի հարստությունը հռչակելու գործն անել և խորապես կհասկանաս, թե որքան թույլ և անարժեք ես։ Չնայած առաքյալը գիտակցում և խոստովանում էր իր տկարությունը, բայց նա երբեք չէր շփոթվում և չէր տարակուսում իր ծառայության թեմայի հարցում։ Իր առաջին քարոզից մինչև վերջինը Պողոսը քարոզեց Քրիստոսին և ուրիշ ոչինչ բացի Քրիստոսից։ Նա բարձրացրեց խաչը և փառավորեց Աստծո որդուն, որ դրա վրա թափեց իր արյունը։ Հետևիր նրա օրինակին, երբ անձամբ կջանաս տարածել փրկության ուրախ ավետիսը, և թող Քրիստոսը այն էլ խաչվածը Առաջին Կորնթացիս 2:2 լինի քո մշտական թեման։ Քրիստոնյան պետք է նման լինի այն գեղեցիկ գարնանային ծաղիկներին, որոնք երբ արևը շողում է, բացում են իրենց ոսկե բաժակները, կարծես ասելով. լցրում ես քո ճառագայթներով, բայց երբ նա թաքնվում է ամպերի հետևում, նրանք փակում են իրենց բաժակները և կախում գլուխները։ Այսպես էլ քրիստոնյան պետք է զգա Հիսուսի քաղցր ներգործությունը։ Հիսուսը պետք է նրա արևը լինի, իսկ նա ծաղիկը, որ իրեն հանձնում է արդարության արեգակին։ Օ, խոսել միայն Քրիստոսի մասին, սա մի թեմա է, որ սերմ է սերմնացանի համար և հաց ուտողի համար։ Եսայի 55:10 Այն վառվող ածուխ է խոսողի շուրթերի համար և բանալի լսողի սրտի համար։